Շուտով կմեկնարկի խաղային օրվա երկրորդ հանդիպումը Տոտենհեմ Լիվերպուլ բավական հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում եւ ժամանակն է արդեն ներկայացնելու թիմերի մեկնարկային կազմերին Տոտենհեմ Վրեժ Գաբրիելյան համար 9 Գուրգեն Բաղդատյան համար 1 Ռոբերտ Պապյան համար 7 Ֆելիքս Սիմոնյան համար 17 Դավիթ Դավթյան համար 11 մեկնարկած է հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Դավիթ Դավթյան համար 11 Արսեն Փարսյան համար 5 եւ Ռոբերտ Մկրտչյան համար 10 հիմա արդեն Տոտենհեմի դարպասապահի մոտ է գնդակը Ծանոթացնեմ նաեւ Լիվերպուլի կազմին այսօրվա Դավիթ Աղաջանյան համար 35 նա դարպասում է Նարեկ Շմավոնյան համար 6, Ալեքս Սարգսյան համար 11 եւ Ալեքս Սարգսյան համար 7 եւ այս հարվածը բարձր է ընթանում գնդակը խաղի մեջ կմցնի հիմա Տոտենհեմի դարպասապահը փոխանցումի հետ Դավթյան խաղարկում են գնդակը պաշտպանությունում Տոտենհեմի ֆուտբոլիստները, բայց արդեն այստեղ Գաբրիելյան փոխանցում սխալ էր այս փոխանցումը դարձրից է այս փոխանցումը եւ մի փոքր ուժեղ էր, բայց լավ էին մտածել Լիվերպուլի ֆուտբոլիստները Փարսյան փոխանցումը Աչիեզեր նորից հետ է ստանում Փարսյանը գնդակը կենտրոնում է գնդակը Պապյան փոխանցում Դավթյան փոխանցում բայց փակված այս փոխանցման ճանապարհը գնդակը մնում է Տոտենհեմի ֆուտբոլիստների մոտ Փարսյան եւ այս փոխանցումը մի փոքր ուժեղ էր Դավիթ Աղաջանյանը եզրից գնդակը մցրեց խաղի մեջ Ոչ պետք է նորից գնդակը եզրից խաղարկել փոխանցում Դավիթ Աղաջանյանին Ձախ եզրում է գնդակը հետ է ստանում Աղաջանյանը փոխում է գրոհի ուղղությունը պրեսինգ է դիմում Տոտենհեմի ֆուտբոլիստները տեսնենք այս պրեսինգից ինչպես դուրս կգան եւ գերազանց դուրս եկան այս կենտրոն փոխանցման շնորհիվ Կենտրոնում գերազանց են նորից խաղարկում գնդակը լավ են պաշտպանվում դիրքային լավ տեղաշարժերով են այսօր գործում դեռևս Տոտենհեմի ֆուտբոլիստները հարված եւ հեռացված է գնդակը գերազանց գրոհ ձեռնարկեցին լավ բացեցին այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները բայց դարպասապահը տեղում էր եւ կարողացավ հեռացնել գնդակը փոխանցում ետ գնդակը Տոտենհեմինն է Դավթյան մտցնում է գնդակը խաղի մեջ Փարսյան փոխանցումի հետ դարպասապահինն է գնդակը եւ այստեղ ռիսկային գործեց բայց այդ ռիսկը արդարացված էր հիմա արդեն գրոհում է Տոտենհեմը վտանգավոր է ձախ եզրում է գնդակը հարված եւ այստեղ էլ գերազանց սեյվ իրականացրեց Դավիթ Աղաջանյանը կլինի արդեն անկյունային Լիվերպուլի պաշտպանած դարպասին է արդեն վտանգ սպառնում Փոխանցում եւ հեռացված է այս գնդակը Գաբրիելյան կարողանում է պահել գնդակը սեփական թիմի մոտ Տոտենհեմն է գրոհում Դավթյան փոխանցում Փարսյան կենտրոնում է հարված եւ շեղ է ընթանում գնդակը ինչպես գերազանց խաղարկեցին բայց Գաբրիելյանի եզրափակումը մի փոքր շեղ էր կլինի անկյունային այնտեղ անդրադարձ է եղել Այդ փոխանցում Դավթյան հարված եւ նորից փակված է հարվածի ճանապարհը Պաշտպանությունում Լիվերպուլը հիմա խաղարկում է գնդակը եւ գերազանց դուրս եկան պաշտպանությունից վտանգավոր է բայց այս փոխանցումը եւս փակված է հիմա արդեն անկյունայինը Լիվերպուլինն է Այդ փոխանցում խաղարկված է անկյունայինը Այդ փոխանցում դարպասապահ Աղաջանյանին Բարձրից փոխանցում եւ ինչպիսի հարված էր, բայց մի փոքր շեղ է ընթանում գնդակը Ալեքս Սարգսյանի հարվածից հետո Փարսյան փակված այս փոխանցման ճանապարհը գնդակը կմնա Տոտենհեմի մոտ
Դավթյան բարձրից փոխանցում, այս փոխանցումը չի հասնում նպատակակետին, Ալեքս Սարգսյան եւ եզրից գնդակը նորից կնետեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Խաղարկված է հարված եւ փակված այս հարվածի ճանապարհը։ Փոխանցում կենտրոն, լավ են դուրս գալիս պաշտպանությունից Տոտենհեմի ֆուտբոլիստները փորձեց շրջանցել, բայց այստեղ ֆիզիկական լավ պայքար առաջարկեց Լիվերպուլի ֆուտբոլիստը։ Հարված, բայց հեռացված է գնդակը։ Կլինի անկյունային գնդակի մոտ է։ Փոխանցում Փարսյանին, հետ է ստանում գնդակը եւ հեռացված այս գնդակը դարպասապահի կողմից։ Եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները, տպավորություններ թե արագ են գործելու, բայց ցանկացան ավելի գրագետ եւ հանգիստ դուրս գալ պաշտպանությունից։ Աղաջանյան փոխանցում աճ եզր լավ նկատեց բացված թիմակցին ազատ թիմակցին շարժվում է կենտրոն բացվում են թիմակիցները գերազանց փոխանցում է ստանում կենտրոնում եւ այստեղ գերազանց գործեց Փարսյանը եւ վերջին պահին սահանքում կատարելով վերացրեց գնդակը եւ հիմա լավ հակագրող կարող են ձեռնարկել Տոտենհեմի ֆուտբոլիստները եւ հասնում է այս գնդակին Ալեքս Սարգսյանը կլինի նորից անկյունային հետ փոխանցում Փարսյան կենտրոնում է գնդակը Դավիթ Դավթյանն արված փակված այս հարվածի ճանապարհը եւ հիմա հակագրում է Լիվերպուլը բայց նորից է հեռացված այս գնդակը եւ այստեղ սխալ փոխանցում բայց գնդակը խաղադաշտի սահմաններից դուրս է գալիս դիմային գծից Աղաջանյան փոխանցում աճ եզր հետ է ստանում գնդակը Աղաջանյանը խաղում է ձախ եզրում բացված թիմակցի հետ տեղափոխություն աճից ձախ եզր հիմա փորձում են ճամփաներ գտնել պաշտպանությունից դուրս գալու Լիվերպուլի ֆուտբոլիստները եւ կարծես թե ստացվում էր բայց սխալ փոխանցում հետևեց այստեղ պայքար գնդակի համար գերազանց գործեց այստեղ Ալեքս Սարգսյանը փոխանցում ձախ եզր Սարգսյան փոխանցում Սարգսյանին հետ են փոխանցում գնդակը եւ նորից Սարգսյանի մոտ է գնդակը փոխանցում ձախ եզր շարժվում է կենտրոն հարված փակված այս հարվածի ճանապարհը եւ այստեղ էլ նորից Սարգսյանն է տիրում հետ եկած գնդակին փոխանցում ետ գերազանց փոխանցում էր վտանգավոր է հարված եւ դարպասապահը ետ է մղում գնդակը պայքար այստեղ Տուգանեի հրապարակում գնդակի համար հետ է գալիս գնդակը Լիվերպուլի մոտ Շատ վտանգավոր է գրովում են Լիվերպուլի ֆուտբոլիստները ձախ եզրով փոխանցում կենտրոն հետ են փոխանցում գնդակը հերվից հարված եւ փակված այս հարվածի ճանապարհը հետ փոխանցում Աղաջանյան կենտրոնով գերազանց բացվեց այստեղ Սարգսյանը ստանում է գնդակը բայց այս փոխանցումը փակված էր Փարսյան գնդակը խաղարկում է դարպասապահի հետ Աղաջանյան շարժվում է առաջ եւ գերազանց է այստեղ փոխանցում գնդակը Դավթյանին Աղաջանյան հարված եւ դարպասաձողն է փրկում Լիվերպուլին եւ այստեղ էլ դարպասապահն է գերազանց սեյվի հեղինակ դառնում Դավթյանի հարվածից հետո գնդակը եզրից խաղի մեջ կմցնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները Հիանալի հնարավորություն ունեին Տոտենհեմի ֆուտբոլիստները գրավելու դարպասը, բայց դարպասաձողը եւ դարպասապահը այստեղ կարողացան պահել հաշվի հավասարությունը դեռևս խաղարկված է եզրից գնդակը Աղաջանյան շարժվում է առաջ գնդակով փորձում է գտնել ազատ բացված թիմակիցների նորից ստանում է գնդակը բարձրից փոխանցում բայց այստեղ գերազանց էր նկատել Ավետիսյանին, բայց չկարողացավ ընդունել գնդակն Ավետիսյանը, եթե ընդուներ բավականին նպաստավոր դիրքում էր դուրս գալու դարպասապահի հետ միայնակ մեկնարկած է հանդիպումը, փոխանցումը սխալ էր, բայց գնդակը մնում է Տոտենհեմի մոտ, սխալ էր այստեղ, բայց ֆիզիկական պայքարում չի պարտվում եւ անկյունային կլինի Հետ փոխանցում վտանգավոր է
շատ ակտիվ են հիմա տեղաշարժվում Լիվերպուլի ֆուտբոլիստները մրցակցի Տուգանային հրապարակի մատույցներում, բայց նորից այս հարվածի ճանապարհը փակված է, կլինի անկյունային Ավետիսյան փոխանցում Տուգանային հրապարակ փակված այս փոխանցման ճանապարհը եւ այստեղ Գաբրիելյանը նկատել էր, որ դարպասապահն առաջ է եկել, վտանգավոր է, միայնակ է մնացել դարպասապահի դիմաց հարված եւ գերազանց սեյվով փրկում է իր թիմին Գուրգենը եւ հիանալի էր այստեղ ամեն ինչ արված, թե սեյվը, թե հարվածը լավն էր։ Գուրգեն Բաղդատյանը գերազանց սեյվի հեղինակ դարձավ, պահեց հաշվի հավասարությունը, իսկ այս փոխանցումը շատ շեղ էր։ Կմցնի հիմա նախաղի մեջ գնդակը, Գաբրիելյան, փոխանցում Դավթյանին, գերազանց շրջանցեց Դավթյանը եւ հիմա լավ գրող է զարգանում, հարված եւ նորից գերազանց սեյվ արդեն Աղաջանյանի կողմից կլինի անկյունային։ Փոխանցում կենտրոն եւ այս հարվածը շեղ էր։ Խաղարկված է գնդակը, Դավիթ Աղաջանյանը գնդակը խաղի մեջ մտցրեց, ցախ եզրում է եւ հիմա փորձում են գտնել արչեվում ազատ խաղընկերներին։ Ավետիսյան շարժվում է առաջ, փոխանցում, բայց փակված է փոխանցման ճանապարհը։ Բաղդատյան փոխանցում ցախ եզր։ Սիմոնյան շարժվում է առաջ, Սիմոնյանը ցախ եզրով շարժվում է կենտրոն, փոխանցում, գերազանց էր այս փոխանցումը Դավթյան, Սիմոնյան վտանգավոր է հարված եւ գնդակը ինչպես չի հայտնվում այս իրավիճակում Լիվերպուլի դարպասում մի փոքր շեղ էր այս հարվածը եւ հիմա արդեն խաղարկված է գնդակը Լիվերպուլի Տուգանային հրապարակից Աղաջանյանն է գնդակով փոխանցում առաջ Դավթյան հերվից հարված, բայց այս հարվածը եւս շեղ է ընթանում փոխանցում Աղաջանյանին, արագ են խաղարկում գնդակը, նորից սխալ փոխանցում Դավթյան, այս փոխանցման ճանապարհը եւս փակված է պայքար այստեղ գնդակի համար պրեսինգը լավն է Տոտենհեմի, տեսնենք ինչ կլինի այս իրավիճակում, մնում է գնդակով Լիվերպուլը փոխանցում է խաղում է դարպասապահի հետ, կենտրոնում նկատեց ազատ բացված թիմակցին, Սարգսյան շարժվում է առաջ, բայց այս փոխանցման ճանապարհը եւս փակված է, բավականին գերագետ եւ գեղեցիկ հանդիպման ենք հիմա ականատես լինում եւ թիմերն էլ իրար հավասարազոր պահեր ստեղծում են, հարված եւ գոլ գրաված է դարպասը, բացված է հաշիվը, Ալեքս Սարգսյանը բացում է հանդիպման հաշիվը 1-0 Ինչ գեղեցիկ գրող կարողացան կազմակերպել այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները եւ եզրափակումն էլ շատ լավն էր։ Մեկնարկում են հիմա Տոտենհեմի ֆուտբոլիստները հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Գաբրիելյան։ Սպասում է թիմակիցների առաջ խաղացմանը, բարձրից փոխանցում, փակված է այս փոխանցման ճանապարհը Ավետիսյանի կողմից, Աղաջանյան։ Հետ է ստանում Ավետիսյանը գնդակը, նորից Աղաջանյանի հետ է խաղում։ Գերազանց է նկատում այստեղ առաջ բացված թիմակցի, բայց հեռացված է գնդակը, եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Փոխանցում, բայց հետ փոխանցումը մի փոքր վատներ եւ արդեն գնդակը նույն դիրքից խաղի մեջ կմցնեն Տոտենհեմի ֆուտբոլիստները Գաբրիելյան բարձրից փոխանցում եւ խաղում է գնդակը, մնում է գնդակը Տոտենհեմի մոտ, Դավթյան, շարժվում է կենտրոն, հարվածում է եւ կլինի անկյունային, փրկում է Աղաջանյանն այս իրավիճակում Լիվերպուլին, լավ հարված էր, լավ մտավ Տուգանային հրապարակ, բայց այնտեղ վերջին պահին մատների ծայրով հեռացված է գնդակը, բարձրից փոխանցում եւ այստեղ ուժեղ հարվածով հեռացրեցին գնդակը, երկրորդ տեմպով է զարգանում Տոտենհեմի գրողը փոխանցում Գաբրիելյանին եւ այս փոխանցումը չկարողացավ ինչպես հարկն է արձագանքել, բայց այստեղ ինչպես գերազանց գործեց Տոտենհեմի պաշտպանը այս իրավիճակում գնդակը Լիվերպուլինն է խաղարկված է գնդակը
Կարապողոսյան, Ավետիսյան, հետ է փոխանցում Աղաջանյանին գնդակը, ձախ եզրում են հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստները գրող ձեռնարկում եւ այստեղ մի փոքր թույլ է ստացվում Կարապողոսյանի հարվածը Դավթյան Աջ եզրում է գնդակը Սիմոնյան հետ է ստանում Դավթյանը գնդակը փոխանցում Գաբրիելյան հարված եւ գերազանց սեյվի հեղինակ է դառնում Դավիթ Աղաջանյանը Եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Տոտենհեմի ֆուտբոլիստները Սիմոնյան փոխանցում հետ հերվից հարված եւ այս հարվածի ճանապարհը փակված է Խաղարկում են հիմա պաշտպանությունում Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը բարձրից փոխանցում, այս փոխանցումը մի փոքր թույլ էր Սիմոնյանն է առաջին արձագանքում, խաղում է դարպասապահի հետ եւ անկյունային է վաստակում Լիվերպուլն այս իրավիճակում, առավելագույնը խաղեց Լիվերպուլի ֆուտբոլիստը բարձրից փոխանցում եւ 2-0 է դառնում հանդիպման հաշիվը Կարապողոսյանը փոխարինման մտնելուց հետո Դառնում է գոլի հեղինակ եւ կրկնապատկում իր թիմի առավելությունը անկյունայինը տվեց իր օգուտը եւ գերազանց գլխի հարվածով կրկնապատկվում է հանդիպման հաշիվը Մեկնարկած է հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Գաբրիելյան փոխանցում սխալ էր այս փոխանցումը պրեսինգ է դիմում հիմա Կարապողոսյանը բայց մի փոքր չհերիքեց նրան խլել բայց ամեն դեպքում Լիվերպուլը խլում է գնդակը օգուտ տվեց այդ պրեսինգը Հետ է հասնում գնդակը մինչև դարպասապահը փոխանցում աչեզր կենտրոնում է գնդակը բայց սխալվում է այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստը փոխանցում ձախ Գաբրիելյան հարված եւ թույլ էր այս հարվածը Տոտենհեմի ֆուտբոլիստի կողմից կատարված կենտրոնում է հիմա գնդակը Լիվերպուլն է խաղարկում գնդակը Կարապողոսյան խաղում է կենտրոնով Ավետիսյան բարձրից փոխանցում հասնում է գնդակը Սարգսյանին հարված եւ փակված այս հարվածի ճանապարհը ոչ ամեն դեպքում շեղ էր հարվածել եւ չկա անկյունային Ապյան փոխանցում Դավթյանին հետ է փոխանցում Դավթյանը գնդակը այս փոխանցման ճանապարհը փակված է եւ հիմա եզրից Տոտենհեմի ֆուտբոլիստները գնդակը կմցնեն խաղի մեջ Դավթյան խաղարկված է գնդակը փոխանցում կենտրոն Գաբրիելյան Եվ այս փոխանցումը լավն էր բայց Աղաջանյանն առաջինն է դուրս գալիս եւ հասնում գնդակին վտանգավոր է Կարապողոսյան միայնակ էր եւ նախընտրեց ետ փոխանցել մնում է Լիվերպուլի մոտ գնդակը շարժվում են առաջ վտանգավոր է Ավետիսյան հարված եւ մի փոքր շեղ է ընթանում հարվածը Ինչպիսի առաջ խաղացում ձեռնարկեց այստեղ Ավետիսյանը, բայց վերջում հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Խաղարկել են Տոտենհեմի ֆուտբոլիստները, պրեսինգ են դիմում այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները, բայց Տոտենհեմը լավ կարողացավ դուրս գալ այդ ճնշումից, չնայած այստեղ սխալվում են Սարգսյան, փակված է այս փոխանցման ճանապարհը։ Գնդակը չի հեռացել խաղադաշտի սահմաններից Գաբրիելյան Կորցնում է գնդակը Գաբրիելյանը հարցակվելիս Աղաջանյան փոխանցում առաջ փակված այս փոխանցման ճանապարհը չկար խաղի կանոնների խախտում Դավթյան փոխանցում փակված է նորից այս փոխանցումը եւ չկարի այստեղ էլ չկար խախտում Կարապողոսյան փոխանցում փակված է այս փոխանցման ճանապարհը եւս շարժվում է առաջ Տոտենհեմի ֆուտբոլիստը Փոխանցում Գաբրիելյանին վտանգավոր է փոխանցում բայց փորձեց այստեղ կիսվել գնդակով թիմակցի հետ բայց թիմակիցը չհասկացավ այդ գործողությունը եւ հեռացված էր գնդակը Տոտենհեմը եզրից կմեկնարկի հանդիպումը բարձրից փոխանցում Հիմա Լիվերպուլն է արդեն եզրային հարվածով գնդակը խաղի մեջ մտցնելու Աղաջանյան հետ է թողնում թիմակցին գնդակը փոխում են գրոհի ուղղությունը այս գրոհի փոփոխությունները կարծես թե շատ օգտակար են
Եվ գերազանց էր նկատել առաջ բացված թիմակցին, բայց մի փոքր ուժեղ էր այս փոխանցումը։ Եթե անցներ հասներ գնդակը թիմակցին, բավական վտանգավոր կլիներ։ Գաբրիելյան բարձրից փորձեց հարված կատարել այստեղ, բայց գնդակը հասավ Լիվերպուլի դարպասապահին, հանգիստ կասեցրեց գնդակը։ Շարժվում է առաջ կենտրոնով Լիվերպուլի ֆուտբոլիստը եւ Գաբրիելյան այստեղ խլում է գնդակը, Դավթյանի հետ է խաղում, բայց այստեղ էլ չի հասնում փոխանցումը, վտանգավոր է, հարված եւ հեռացված է գնդակը։ Բաղդատյանը նորից սեյվ է իրականացնում, Գաբրիելյան շարժվում է առաջ, Դավթյան փոխանցում, փակված այս փոխանցման ճանապարհը, գնդակը մնում է Տոտենհեմի մոտ, Գաբրիելյան փոխանցում, Դավթյան հարված եւ ինչպիսի սեյվ է իրականացնում, Դավիթ Աղաջանյանը կլինի անկյունային հարված։ Գերազանց գրոհ ձեռնարկեցին Տոտենհեմի ֆուտբոլիստները, բայց Դավիթ Աղաջանյանը փայլուն գործեց այս իրավիճակում, բավականին մոտ տարածությունից էր հարվածը, բայց ինչպես չկեց մարմինը եւ կարողացավ հեռացնել գնդակը։ Խաղարկված էր անկյունայինը, հեռացրին Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը։ Փոխանցում, փակված այս փոխանցման ճանապարհը, Սարգսյան մնում է Սարգսյանը գնդակով, շարժվում է առաջ։ Փոխանցում, բայց չի ստացվում այս փոխանցումը։ Բաղդատյան գնդակը առաջ է նետում Սիմոնյանին, բայց այստեղ կորցնում է նա գնդակը, Սարգսյան փոխանցում ձախ եզր, շարժվում են առաջ Լիվերպուլի ֆուտբոլիստները, հարված եւ այս փոխանցման հարվածի ճանապարհը փակված է, բայց ձեռքով է փակված, Ռոբերտ Պապյանը ձեռքով է փակել այս հարվածի ճանապարհը եւ նշանակված է 11 մետրանոց։ Տեսնենք, վտանգավոր է, հարված եւ դարպասապահը ետ է մղում գնդակը, հեռացված է այս գնդակը եւս։ Աղաջանյան այստեղ ռիսկային գործեց, բայց մնում է գնդակը Լիվերպուլի մոտ։ Եվ այս կտրող փոխանցումը լավն է Սարգսյանին, բայց չի հասնում, կլինի անկյունային, հեռացված է գնդակը։ Պապյանն է հեռացնում գնդակը եւ հիմա տեսնենք այս անկյունայինը ինչ կտա Լիվերպուլին, բարձրից փոխանցում, նորից հեռացված է գնդակը, մնում է գնդակը Լիվերպուլի մոտ, երկրորդ տեմպով է այս գրոհը զարգանում, փոխանցում առաջ, բայց այնտեղ ոչ ոք չարձագանքեց այս փոխանցմանը, եզրից գնդակը խաղի մեջ կմցնի Ռոբերտ Պապյանը։ Առաջ փոխանցում սխալ էր այս փոխանցումը, Սարգսյան եւ լավ պայքարեցին այստեղ երկու թիմերն էլ գնդակի համար, ամեն դեպքում գնդակը մնում է Լիվերպուլին։ Սարգսյան շարժվում է առաջ, Սարգսյանը սպասում է թիմակիցների առաջ խաղացմանը, փոխեց գրոհի ուղղությունը, այստեղ սխալվում են, Դավթյանը մնում է միայնակ դարպասապահի դիմաց, հարված եւ նորից դարպասաձողն է փրկում Լիվերպուլին։ Ուղղակի գերազանց կախեց գնդակը դարպասապահի վրայով, բայց դարպասաձողին դիպավ գնդակը, վերսկսել են Լիվերպուլի ֆուտբոլիստները հանդիպումը, նորից սխալ փոխանցում, բայց այստեղ էլ մի փոքր առաջ թողեց գնդակը, Տոտենհեմի ֆուտբոլիստը, եզրից գնդակը խաղի մեջ կմցնի Սարգսյանը, փոխանցում Աղաջանյանին, փոխանցում աջ եզր, նորից հետ է ստանում Աղաջանյանը գնդակը, փակված է այս փոխանցման ճանապարհը, գնդակի դիմաց Պապյանը կանգնեց եւ հիմա էլ արդեն ձախ եզրից Լիվերպուլի ֆուտբոլիստները եզրային հարված կկատարեն։ Սարգսյան խաղարկված է գնդակը, հետ փոխանցում։ Գերազանց էր նկատել, մնում է Լիվերպուլի մոտ, բայց այստեղ կորցնում են, վտանգավոր է եւ խաղի կանոնների խախտում այստեղ շատ կոպիտ գնացին միմյանց ուղղությամբ Լիվերպուլի եւ Տոտենհեմի ֆուտբոլիստները, գնդակը Տոտենհեմինն է Սիմոնյանն է գնդակի մոտ, փոխանցում կենտրոն, Դավթյան, Սիմոնյան, այդ փոխանցում Սիմոնյանին է հասնում գնդակը,
Եվ վտանգավոր է, բայց դարպասապահը այստեղ պաշտպանի լավ գործողությունից հետո ֆիքսում է գնդակը Սարգսյան եւ սխալ էր այս գործողությունը, գնդակը Տոտենհեմինն է, Պապյանն է գնդակի մոտ, խաղարկում են գնդակը եւ նորից գնդակը դուրս է գալիս եզրային գծից, վտանգավոր է եւ նորից դարպասաձողն է օգնության հասնում Սիմոնյանի հարվածից հետո Լիվերպուլին, բայց հպում էլ կար այնտեղ դարպասապային կլինի անկյունային հարված եւ շեղ է ընթանում Պապյանի հարվածը եւ այս հարվածով էլ ավարտված է առաջին խաղարկեսը 2-0 Լիվերպուլ Տոտենհեմ Թիմերը վերադարձան խաղադաշտ եւ շուտով կմեկնարկի երկրորդ խաղարկեսը մեկնարկած է առաջին խաղարկեսից հետո Լիվերպուլը հաղթում է 2-0 հաշվով, տեսնենք ինչ կառաջարկեն թիմերը հիմա մեզ երկրորդ խաղարկեսում գրոհում է Տոտենհեմը փորձում է արագ առաջին խաղարկեսում կորցրածը հետ բերել հարված եւ վերացված այս գնդակը նորից հարված, բայց այս անգամ էլ շեղ է ընթանում հարվածը Դավթյանի հարվածից հետո խաղարկված է գնդակը Ավետիսյան բարձրից գերազանց է նկատում առաջ բացված թիմակցին գրոհում է Լիվերպուլը ձախ եզրում փոխանցում կենտրոն մնում է գնդակը Լիվերպուլի մոտ Սարգսյան հետ փոխանցում գնդակը հասնում է Աղաջանյանին փոխանցում առաջ եւ չկարողացավ թիմակից արձագանքել այս փոխանցմանը Եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն Տոտենհեմի ֆուտբոլիստները Դավթյան Փոխանցում ձախ եզր եւ այս փոխանցումը ուժեղ է ընթանում մի փոքր Աղաջանյան գնդակը խաղի մեջ կմտցնի Լիվերպուլի դարպասապահը նորից հետ է գալիս Աղաջանյանի մոտ գնդակը Ավետիսյան փոխում է գրոհի ուղղությունը Փոխանցում կենտրոն բայց այս փոխանցումը մի փոքր թույլ էր Գաբրիելյան Բարձրից փոխանցում, բայց այս փոխանցումն էլ նորից չի հասնում Դավթյանին Աղաջանյան ուժեղ փոխանցում է կատարում առաջ, բայց առաջինը այնտեղ Տոտենհեմի ֆուտբոլիստներ շարժվում է առաջ գնդակով Գնդակը մնում է խաղադաշտի սահմաններում, մտնում է Տուգանային հրապարակ, փոխանցում Դավթյան, հարված եւ 2-1 Գերազանց գործեցին Տոտենհեմի ֆուտբոլիստները, կրճատված է հաշիվը 2-1 է դառնում հանդիպման հաշիվը եւ տեսնենք այս գոլը ինչ կփոխի այս հանդիպման ժամանակ խաղարկել են արդեն Լիվերպուլի ֆուտբոլիստները կենտրոնից գնդակը փոխանցում Աղաջանյանին Պրեսինգ են դիմում Տոտենհեմի ֆուտբոլիստները, տեսնենք ինչ կտա այս պրեսինգը Տոտենհեմին, բայց խլում են գնդակը ամեն դեպքում վտանգավոր է բայց արդեն այստեղ կարողացան հեռացնել Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը եզրից խաղի մեջ կմտցնեն Տոտենհեմի ֆուտբոլիստները փոխանցում կենտրոն վտանգավոր է հարված եւ գերազանց սեյվ է կատարում Աղաջանյանը հեռացնում գնդակը պահելով իր թիմի մոտ Շարժվում են առաջ Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակով Սարգսյան փակված է փոխանցման ճանապարհը Գաբրիելյան Հարվածային դիրք է դուրս գալիս փոխանցում ձախ եզր եւ նորից դարպասաձողն է փրկում Լիվերպուլին այս խաղում արդեն երրորդ անգամ դարպասաձողը փրկում է Լիվերպուլին եւ խաղարկել են գնդակը փակված է փոխանցման ճանապարհը Գաբրիելյան Փոխանցում է կատարում Գաբրիելյանը եւ սպասում հետ փոխանցման, բայց հարված Դավթյանի կողմից փակված է հարվածի ճանապարհը։ Գնդակը վերցնում է Աղաջանյանը խաղում թիմակցի հետ, նորից հետ է ստանում գնդակը։ Բարձրից փոխանցում եւ փակված է փոխանցման ճանապարհը, բայց գնդակը մնում է Լիվերպուլի մոտ Սարգսյան, փոխանցում ձախ եզր, վտանգավոր է։ Հարված եւ 3-1 է դառնում հանդիպման հաշիվը գերազանց գրոհ ձեռնարկեցին Լիվերպուլի ֆուտբոլիստները շատ արագ վերականգնում են 2 գոլի առավելությունը եւ Տոտենհեմը հիմա նորից պետք է նվազագույնի փորձի հասցնել հաշիվը
Մեկնարկած է հանդիպումը Ղաղադաշտի կենտրոնից Գաբրիելյան շարժվում է կենտրոնով Գաբրիելյանը գնդակը մնում է Տոտենհեմի մոտ գնդակը եւ եզրում էլի արդեն այս անցումը չի ստացվում Փարսյան փոխանցում բայց այս փոխանցումը ուժեղ էր թիմակցի համար Լիվերպուլը հիմա եզրից կմցնի ներս գնդակը Ավետիսյանը փոխանցում Աղաջանյանին խաղում է աջ եզր շրջանցում է այստեղ Գաբրիելյանին գերազանց շրջանցում էր բայց մի փոքր նորից առաջ թողեց գնդակը Գաբրիելյան հարված եւ անկյունային կլինի Աղաջանյանը նորից հեռացնում է գնդակը այսօր դարպասապահները փայլուն խաղ են ցույց տալիս բարձրից փոխանցում եւ ֆիքսում է գնդակը Աղաջանյանը փոխանցում առաջ իսկ այս փոխանցումն արդեն մի փոքր թույլ էր գնդակը Տոտենհեմինն է փոխանցում կենտրոն վտանգավոր է հարված եւ նորից ոչ այստեղ գրավված է դարպասը 3-2 է դառնում հանդիպան հաշիվը Ֆելիքս Սիմոնյանը նորից է կրճատում հաշիվը սկզբում տպավորություն էր թե դարպասը ձողին էլ դիպել գնդակը բայց ոչ այնուամենայնիվ գնդակը հայտնվել էր դարպասում նորից սկսել են Ղաղադաշտի կենտրոնից Լիվերպուլի ֆուտբոլիստները Աղաջանյանին է հասնում գնդակը փոխանցում ձախ եզր հետ է ստանում Աղաջանյանը գնդակը բարձրից փոխանցում բայց նորից ուժեղ էր այս բարձրից փոխանցումը Փարսյան խաղում է Պապյանի հետ ուղարկում են գնդակը դարպասապահ Բաղդատյանին նորից Պապյան սխալվում է Պապյանը հարված եւ Բաղդատյանը լավ սեյվ է իրականացնում Գերազանց փոխանցում էր Բաղդատյանի կողմից Գաբրիելյան շարժվում է առաջ Գաբրիելյանը գնդակով վտանգավոր է հարված եւ գոլ 3-3 է դառնում հանդիպման հաշիվը երկրորդ խաղարկեսում Տոտենհեմը վերադառնում է եւ արդեն հավասար է հաշիվը ինչպիսի հանդիպման ենք ականատես լինում Գաբրիելյանը գերազանց ստացավ գնդակը կասեցրեց շրջանցեց մեկ մրցակցի եւ արդեն հարվածով ձախ ոտքի ուժեղ հարվածով գրավում է դարպասը 3-3 է դառնում հաշիվը մի քանի փոխարինում տեղի ունեցավ Լիվերպուլի կազմում խաղարկված է գնդակը դաշտի կենտրոնից Կարապողոսյան սխալվեց բայց գնդակը հասնում է Աղաջանյանին փոխանցում ձախ եզր բարձրից փոխանցում հասնում է գնդակը Սարգսյանին եւ այնտեղ Փարսյանը գերազանց պաշտպանվեց գնդակը եզրային գծից դուրս եկավ Սարգսյան փոխանցում ստանում է Սարգսյանը գնդակը հետ փոխանցում բարձրից եւ վտանգավոր է հեռացված է այս գնդակը Տուգանային հրապարակից Սարգսյանը եզրից գնդակը նորից կմցնի խաղի մեջ, այդ փոխանցում Աղաջանյան առաջ է շարժվում եզրով Աղաջանյանը փոխանցում եւ կլինի անկյունային այս փոխանցումը ապահովության համար հեռացրեց Տոտենհեմի դարպասապահը փոխանցումի հետ փակված է այս փոխանցումը վտանգավոր է հարված եւ Աղաջանյանը կարողանում է հասցնել եւ ընդունել այս գնդակը Սարգսյան հետ փոխանցում Աղաջանյանին նորից Սարգսյանի մոտ է գնդակը գերազանց է փոխում գրոհի ուղղությունը փոխանցում բայց չի ստացվում այս փոխանցումը գնդակը խաղի մեջ կմցնի Բաղդատյանը Բաղդատյան փոխանցում Փարսյան ձախ եզրում է գնդակը շարժվում են առաջ Տոտենհեմի ֆուտբոլիստը ձախ եզրից եւ ինչպիսի փոխանցում վտանգավոր է եւ գոլ գրաված է դարպասը ինչպիսի աղարկում էր Ռոբերտ Պապյանը 4-3 է դարձնում հանդիպման հաշիվը գերազանց էր ամեն ինչ կատարված
Երկրորդ խաղարկեսում ուղարկի շքեղ են խաղադաշտ մտել Տոտենհեմի ֆուտբոլիստները եւ արդեն հաղթողի կարգավիճակ են ստանում այստեղ սխալ հիմա Դավթյան այդ փոխանցում, բայց սխալ էր այս փոխանցումը Սարգսյան, այդ փոխանցում Կենտրոնով է խաղարկված գնդակը Կարապողոսյան, փոխանցում Սարգսյան, հարված եւ շեղ է ընթանում այս հարվածը, բայց կար անդրադարձ Տոտենհեմի ֆուտբոլիստից կլինի անկյունային։ Խաղարկված է անկյունային, հեռացված է գնդակը Աղաջանյան, հերվից հարված, հեռացված է այս գնդակը եւս Բաղդատյանն է հեռացնում, սեյվ է կատարում ոտքով, փոխանցում փակված է փոխանցման ճանապարհը, Սարգսյան, փոխանցում Սարգսյանին, այդ փոխանցում Աղաջանյան, շարժվում է առաջ Լիվերպուլի ֆուտբոլիստը գնդակով եւ խախտում են նրա հետ պայքարում խաղի կանոնները, տուգանային իրավունք է վաստակում Լիվերպուլը, բավական գերազանց բարձր տեմպով գեղեցիկ հանդիպման են ականատես լինում իրար արժանի թիմերի հանդիպում։ Տեսնենք հարված եւ պատնիր վրա է վերցնում գնդակը, մնում է գնդակը Լիվերպուլի մոտ եւ այստեղ էլ արդեն գերազանց է պաշտպանվում Տոտենհեմի ֆուտբոլիստը եզրից Լիվերպուլը գնդակը խաղի մեջ կմցնի։ Կարապողոսյան խլում են նրանից գնդակը, նա էլ փորձեց ետ խլել, բայց այնուամենայնիվ գնդակը մնում է Տոտենհեմի մոտ։ Փարսյան, փոխանցում Գաբրիելյան, բարձրից փոխանցում, բայց թիմակիցներից ոչ ոք չարձագանքեց այս փոխանցմանը Սարգսյան, աչ եզրում է գնդակը, Սարգսյանի նորից հետ է ստանում գնդակը, շարժվում է կենտրոն, փոխանցում, բայց սխալ էր այս փոխանցումը, նորից խլեց գերազանց սահակմամբ Սարգսյանը գնդակը, հարված եւ Բաղդատյանը գերազանց սեյվ է կատարում եւ սկիզբ դնում իր թիմի նոր գրոյին, վտանգավոր է եւ Աղաջանյանն այստեղ գերազանց դուրս եկավ եւ շարժվում է առաջ ձախ եզրով, վտանգավոր է, փոխանցում, բայց ուժեղ էր այս փոխանցումը։ Եզրից գնդակը Լիվերպուլն է մտցնում խաղի մեջ, սխալ էր այս փոխանցումը, հեռացված է նորից մի փոքր ավելի հետ տարածքից գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները խաղի մեջ կմտցնեն, Կարապողոսյան լավ շրջանցեց, փոխանցում, բայց թիմակիցներից ոչ ոք չկար, որպեսզի հարվածեր գնդակը Տոտենհեմինն է։ Ետ փոխանցում, խաղում է Փարսյանի հետ, խաղարկում են պաշտպանությունում գնդակը Բաղդատյան, Դավթյան, նորից Փարսյան, վտանգավոր է, գերազանց են առաջ շարժվում, Գաբրիելյան մտնում է տուգանային հրապարակ, փոխանցում, դարպասապահ ֆիքսում է գնդակը, Կարապողոսյան միայնակ է մնացել դարպասապահի դիմաց, հարված եւ Բաղդատյանը ֆիքսում է գնդակը, Փարսյան, հետ փոխանցում Դավթյան, փակված այս փոխանցման ճանապարհը, Կարապողոսյան եւ այս անցումը չի ստացվում, գնդակը Տոտենհեմինն է։ Փոխարինում Լիվերպուլի կազմում, նաև Տոտենհեմի կազմում էլ փոխարինում, երկու թիմերն էլ բավական ակտիվ են այսօր խաղում եւ ֆուտբոլիստները շատ արագ են փոխարինվում։ Եվ եզրային նետման իրավունք հանձնում է Լիվերպուլինը, բավական երկար ժամանակ չիրացրեց եզրային հարվածը եւ արդեն Լիվերպուլն է նույն դիրքից գնդակը խաղի մեջ մտցնելու, փոխանցում Աղաջանյանին, Սարգսյան, փոխանցում կենտրոն, բայց ոչ ոք չի արձագանքում այս փոխանցման, հիմա դարպասը ազատ է, բայց գերազանց գործեց Աղաջանյանը, վտանգավոր է, հարված եւ 4-4 է դառնում հանդիպման հաշիվը, Աղաջանյանի այս առաջ խաղացումը տալիս է իր օգուտը եւ հավասար է նորից հաշիվը, շատ գերազանց
Գերով կարողացան կազմակերպել Լիվերպուլի ֆուտբոլիստները, շքեղ հանդիպման են ականատես լինում, մեկնարկած է կենտրոնից խաղը Պապյան փոխանցում Գաբրիելյան, բայց մի փոքր վատ ընդունեց Գաբրիելյանը գնդակը Տոտենհեմինն է։ Դավթյան փոխանցում սխալ էր, այս փոխանցումը չի աստում թիմակցին, գնդակը մնում է Տոտենհեմի մոտ Գաբրիելյան։ Փոխանցում ձախ եզր։ Վտանգավոր է։ Փոխանցում Պապյան։ Չի ասնում այս Պապյանի փոխանցումը, Սարգսյան արագությամբ շատ լավ է առաջ շարժվում ձախ եզրով, շրջանցում է Պապյանին, վտանգավոր է Սարգսյան, հարված և շեղ է ընթանում այս հարվածը։ Բաղդատյան փոխանցում Պապյանին, Գաբրիելյանն է ստանում գնդակը ձախ եզրում, բայց Լիվերպուլի իհարկե պաշտպանության ձախ եզրում Գաբրիելյան փոխանցում Սիմոնյան հարված եւ այստեղ գերազանց սեյվ ոտքով հեռացրեց Աղաջանյանը գնդակը Սիմոնյանն է գնդակի մոտ Բարձրից փոխանցում ֆիքսում է գնդակը Սիմոնյանը առաջ է շարժվում Սարգսյանը մնում է դարպասապայի դեմ միայնակ եւ գոլ 5-4 է դառնում հանդիպման հաշիվը Լիվերպուլը այս անգամ էլ Լիվերպուլը ետ եկավ եւ նորից նոր առաջատար ունենք այս խաղում Գերազանց հանդիպման ենք ականատես լինում խաղարկված է գնդակը խաղադաշտի կենտրոնից Գաբրիելյան փոխանցում ձախ եզր Սիմոնյանն է ստանում գնդակը փոխանցում Պապյան Եվ կարող էր կորցնել գնդակը, բայց այս փոխանցման ժամանակ արդեն կորցրեց գնդակը Պապյանը, շարժվում է առաջ Լիվերպուլը, փոխանցում հարված եւ գրավված է դարպասը 6 ոչ տպավորություն էր թե գնդակը հատել էր դարպասային գիծը, բայց ետևից էր հայտնվել ցանցում Խաղարկված է գնդակը եզրից, Փարսյան, փոխանցում Սիմոնյան, կենտրոնում է ստանում գնդակը Դավթյանը, փոխանցում Փարսյան, վտանգավոր է, հակված է այս փոխանցման ճանապարհը Սարգսյանի կողմից։ Լիվերպուլն է հիմա գնդակը խաղի մեջ մտցնելու Սարգսյան, այդ փոխանցում Աղաջանյանին Եզրով են հիմա առաջ շարժվում եւ փոխանցման ճանապարհը փակված է եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները հետ են խաղում դարպասապահ Աղաջանյանի հետ Փոխանցում աջ եզր Սարգսյան գերազանց փոխանցում ստացավ Սարգսյանը փոխանցում ձախ շարժվում է կենտրոն Սարգսյան հարված եւ դարպասաձողն է փրկում Նորից գնդակը մնում է Լիվերպուլի մոտ այստեղ կարծես խլեց գնդակը, բայց ոչ Սարգսյանինն է գնդակը շարժվում է առաջ, փոխանցում փակված է այս փոխանցման ճանապարհը Փարսյան, նորից Սարգսյանը փակեց հարված եւ գոլ 6-4 է դառնում հանդիպման հաշիվը Սարգսյանը կարողանում է երկու գնդակի առավելությունը վերադարձնել Լիվերպուլին Առաջին խաղարկեսի առավելությունը բավականին ուշ կարողացան վերադարձնել Լիվերպուլի ֆուտբոլիստները, բայց վերադարձրեցին եւ հիմա արդեն նորից առջևում են երկու գնդակի տարբերությամբ։ Մեկնարկած է հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Գաբրիելյան, կորցնում է գնդակը Գաբրիելյանը Սարգսյան, շարժվում է առաջ գնդակով Սարգսյանը փոխանցում աջ եզր։ Հետ են խաղում նորից Սարգսյանի հետ, վտանգավոր է։ Շարժվում է կենտրոն, փորձում է հարվածային դիրք դուրս գալ։ Մնում է գնդակը Սարգսյանի մոտ։ Լավ են պայքարում նրա դեմ եւ չի հեռանում գնդակը այս իրավիճակում նոր արդեն հեռացավ գնդակը խաղադաշտի սահմաններից։ Ավետիսյանն է գնդակի մոտ։ Ոչ ամեն դեպքում նա չխաղարկեց գնդակը, բայց հետո նա փոխանցեց դարպասապահ Աղաջանյանին, Սարգսյանը այստեղ ընդունում է գնդակը։ Գերազանցը շարժվում առաջ, բայց այստեղ առաջինը դարպասապահ Բաղդատյանն է հասնում գնդակին եւ այստեղ խանգարեցին իրար Տոտենհեմի ֆուտբոլիստները գնդակը հասնում է Աղաջանյանին բարձրից փոխանցում բայց այստեղ չկարողացավ Լիվերպուլի ֆուտբոլիստը կասեցնել գնդակը եզրից Տոտենհեմը կմցնի խաղի մեջ գնդակը
Փարսյան, փոխանցում Գաբրիելյանին, բայց չի ասնում Գաբրիելյանին ամեն դեպքում այս փոխանցումը Լիվերպուլի դարպասապահ Աղաջանյանն է գնդակը խաղի մեջ մտցնում, փոխանցում կենտրոն, Ավետիսյան, աջ եզրով է առաջ ծարզվում Ավետիսյանը, բայց գերազանց սահանգման Փարսյանը խլում է գնդակը, Սիմոնյան, փոխանցում է Փարսյանին, գերազանց է նկատել բացված թիմակցին աջ եզրում, վտանգավոր է և խլում է գնդակը արդեն, գնդակին են խաղացել, խախտում չկա, Սարգսյան շարժվում է առաջ և Փարսյան այստեղ նորից լավ պաշտպանվեց, հետ փոխանցում, հարվածային դիրք է փորձում դուրս գալ, բայց չեն թողնում տարածք հարվածելու Սարգսյան, նորից այստեղ գերազանց է գործում Փարսյանը պաշտպանությունում, փոխանցում առաջ, Սիմոնյան, նորից հետ է ստանում Տոտենհեմի ֆուտբոլիստը գնդակը, բայց հեռացված է գնդակը, ամեն դեպքում այնքան լավ պաշտպանվեց Ավետիսյանը այս իրավիճակում, որ հենց Տոտենհեմի ֆուտբոլիստից հեռացավ գնդակը, Աղաջանյան, փոխանցում ձախ եզր, փոխում են գրոհի ուղղությունը Ավետիսյան, բարձրից փոխանցում Սարգսյանն է ընդունում գնդակը, երկուսը մեկի հակագրով, վտանգավոր է, հարված և այստեղ Բաղդատյանը հեռացնում է գնդակը, կլինի եզրից հարված, երբ փոխանցում, այստեղ Պապյանն է առաջին արձագանքում այս փոխանցմանը, բայց սխալվում է չնայած նորից ուղղում է իր սխալը և գնդակը եզրից հեռանում է Լիվերպուլի ֆուտբոլիստներինն է գնդակը բարձրից փոխանցում, վտանգավոր է մտնում է Տուգանային հրապարակ, բայց այնտեղ Տուգանային հրապարակում թիմակիցներից ոչ ոք չկար, հիմա Տոտենհեմն է կենտրոնով գրոհ ձեռնարկում, գրոհը բացվում է, աջ եզրում է շարունակվում, մնում է Տոտենհեմի ֆուտբոլիստների մոտ, բայց այս փոխանցումը Դավթյանի կողմից սխալ էր, շարժվում է Ավետիսյանը առաջ գնդակով, Սարգսյանինն է գնդակը, Ավետիսյան, փոխանցում կենտրոն, հեռացված է գնդակը կլինի անկյունային, անկյունայինը կիրասնի Ավետիսյանը, տեսնենք ինչ կորոշի կխաղարկեն, այո խաղարկված է գնդակը Սարգսյան և այստեղ Պապյանը սահանգմամբ խլեց գերազանց գնդակը, Բաղդատյանը գնդակն առաջ խաղի մեջ է մտցնում, բայց Գաբրիելյանը կորցնում է գնդակը, մնում է Տոտենհեմի մոտ, գերազանց էր այստեղ Լիվերպուլի այս պատնեշը դրված և այստեղ Ավետիսյանը հեռացրեց գնդակը Լիվերպուլինն է, վերջին պահին գնդակը դիպավ Դավթյանի ոտքին, Ավետիսյան, բարձրից փոխանցում չի ասնում գնդակը Սարգսյանին, հեռացնում է Պապյանը և եզրից գնդակը խաղի մեջ կմտցնի Ավետիսյանը, փոխանցում Աղաջանյանին, ոչ ոք չէր նկատել նրա բացվել է աջ եզրում, շարժվում է առաջ և գնդակը դուրս էր եկել եզրային գծից և հիմա Տոտենհեմի ֆուտբոլիստները արագ գնդակը մտցնում են խաղի մեջ, Աղաջանյան, հետ է հասել արդեն, հարված և հետ հասնելուց հետո էլ սեյվի հեղինակ է դառնում, Պապյան, փոխանցում, փակված է փոխանցման ճանապարհը և հիմա Սարգսյանն է միայնակ մնում դարպասապահի դիմաց, հարված կախեց, բայց ոչ, ավարտված է հանդիպումը, 4-6 հաշվով հաղթում է Լիվերպուլը, բավականին գերազանց հանդիպում է